Երկու ազգ, որոնց միջև տարբերություններ գտնելը շատ դժվար է։ Երկու ազգ արժանացած նույն ճակատագրի, կարծես թե նույն դաժան պատմական անցյալով։ Խոսելով այդ ազգի, որոնց ներկայացուցիչները մեզ մոտ Հայաստանում ազգային փոքրամասնություն են համարվում, կարծես նույն հայերը լինեն։ Արտաքնապես ոչ մի տարբերություն։ Հայաստանի քաղաքացիներ են, օգտվում են նույն իրավունքներից։ Պարզապես նույն ժողովրդի այսօր արդեն փոքրականակ ներկայացուցիչներն են Հայաստանում, հայերի վաղեմի բարեկամները։ Թե Հունաստանի հետ, թե հույն ժողովրդի հետ մենք ոչ միայն պատմական ճակատագրերի ընդհանրություն ունենք, այլև շատ մեծ մշակութային։ Մենք երկուս էլ հնդեվրոպա լեզու մշակութային աշխարհում առանձին լեզուներ ենք, ճիշտ է այդ լեզուները փոխառնչություններ մշտապես ունեցել են, եւ երկուսը էլ ընդհանուր քաղաքակրթական, աշխարհի ընդհանուր քաղաքակրթական ժառանգությանը մասեր ունենք, որոնք փոխլրացնող են կամ միմյանց հետ ուղղակի առնչություն ունեն եւ սնվում են նույն մշակութային ակունքներից։ Միգուցե այս նմանություններն են հիմք ծառայում, որ հունական ծագումով երիտասարդներն ապրելով Հայաստանում իրենց հասակակիցների հետ շփման խնդիրներ չունեն եւ նման դեպք չեն հիշում։ Ընդհակառակը լավ վերաբերմունք, մեծ հետաքրքրություն եւ ավելին, շատ ընկերներ։ Ես այդտեղ ընդհանրապես ինձ օտար չեմ զգում, շատ նորմալ շփվում եմ հասակակիցներիս հետ, ոնց որ ցանկացած հայ երիտասարդ ինձ շփվում եմ բոլորի հետ։ Երբեք չեն եղել ոչ մի ձևի խնդիրներ, հակառակը, երբ որ իմանում եմ, որ միակողմանի հույն եմ, մայրս անհույն ազգությամբ, հետաքրքրություն է իրանց մոտ առաջանում, թե ոնց, երբ եկան, ոնց եկան, ոնց ծանոթացան մամատ, պապատ, արդյոք որտեղ ա ծնվել մայրդ, ու բնականաբար այդպիսի հարցեր, թե տանը հունարեն խոսում եք, չեք խոսում, իրանց մոտ հետաքրքրություն է առաջանում, ու շփումը դրանից ավելի կարելի ասել լավանում է, բայց ամեն դեպքում ոչ մի բացասական բան երբևիցե չեմ տեսել վերաբերմունք, երբեք։ 17-րդ դարի երկրորդ կեսին Թուրքիայի քրիստոնյա բնակչության քաղաքական եւ տնտեսական վիճակի վատ հարացման հետևանքով հույների մի մասը հաստատվեց Հայաստանում։ Հունական միությունն այսօր ունի 7 համայնք՝ Ալավերդիում, Ստեփանավանում, Վանաձորում, Գյումրիում, Հրազդանում եւ Երևանում։ 2001 թվականի մարտահամարի տվյալներով մոտ 2000 հույն է գրանցված Հայաստանում։ Ցավոք սրտի այսօրվա հունական համայնքը կարծում եմ ֆիզիկապես ծերացած համայնք է, այնտեղ գերակշռում է 60 տարեկաններից ավելի թիվը, այնտեղ կարծեք մի տեսակ նվազել է էթնիկ ինքնությունը Հայաստանում կայացնելու կամքը եւ առանձին հույն լիդերների ջանքերով է կարծեք, որ հունական համայնքում ներքին զարգացումները որոշ իմաստով դեռևս տանում են հունական էթնիկ փոքրամասնության գոյատևման մեխանիզմների շարունակականությանը։ Հայաստանաբնակ հույները կարծես թե ամեն ինչ անում են, որ չմոռացվի իրենց ավանդույթներն ու տոները։ Տարին մի քանի անգամ նրանք իրենց համայնքներում նշում են թե եկեղեցական, թե ազգային տոները։ Չեն մոռանում նաև իրենց հայրենիքի եւ ազգի համար ողբերգական օրերը։ Մենք բոլոր տոները, այդ մեծ տոները միշտ նշում ենք, դա հիմնականում Օհի տոնն է եւ անկախության օրը Հունաստանի այդ երկու տոնները նշում ենք ու դրա շնորհիվ մենք մեր մշակույթը ոնց որ պահպանում ենք այստեղ, չենք մոռանում։ Լինելով Հայաստանում հունականը չենք մոռանում։ Ապրելով Հայաստանում ոչ պապենական հայրենիքում շրջապատված լինելով հայերով, հույները պահպանել ու փորձում են պահպանել իրենց լեզուն, մշակույթն ու սովորույթները։ Ինչքան ես ինքս ճանաչում եմ հունական ծագումով որևէ մեկին կին թե տղամարդ կարևոր չի, բոլորը իրենց լեզուն խոսում են, գիտեն, հենց մեր ընտանիքը, որ ես միակողմանի հույն եմ, հայրս հայ է, ես երեխա ժամանակվանից լսել եմ այդ մամա ինձ էս խոսալը հուներեն, ինքս հետո սկսեցի արդեն բնականաբար ուսումնասիրել նոր հունարենը, այդ մի բանը, որ պահպանվում է։ Ու տանը երևի ասեմ, հունական ճաշատեսակներ պատրաստում եմ ճիշտն ասած, չեմ կարող ասեմ ամեն օր, բայց հաճախ, ոչ միայն առիթները, նաև սովորական օրերն եմ պատրաստում։ Լիարժեք բավարարվածություն երիտասարդները չունեն, նրանք էլ ինչպես ցանկացած անձ ունեն խնդիրներ, որոնք ուզում են լուծել եւ աշխատել այդ ուղղությամբ։ Թեկուզ ինչ որ գիտեք, ես կասեի ակումբ լիներ, որտեղ կարողանային երիտասարդները գնան ուղղակի թեկուզ զրուցելու կամ հունարեն լեզվով շփվելու, որովհետև ինչքան էլ որ ծագումը կա հունական, չէ որ Հայաստանում ապրելով մենք ավելի շատ շփվում ենք իրար հետ հայերեն եւ ոչ թե հունարեն։ Ու պետք է երբի հատուկ վայր լինի դրա համար, որպեսզի մենք կարողանանք այդ լեզվով շփվենք, իրենց թեկուզ ինչ որ կինոնկարներ դիտեն կամ երգեր լսեն, երբի ավելի շատ այդ տիպի ինչ որ բաների պակաս որ կա, ըստ թվում է այս պահին։
Ավելի ճիշտ եւ լավ կազմակերպելու համար տարածք է հարկավոր, չէ՞ որ չես կարող փողոցում կամ ինչ-որ մեկի տանը համայնքի ցանկությունները բավարարել, ասում են երիտասարդները։ Պետությունը ամեն տարի դրամաշնորհային ծրագիր ունի էթնիկ համայնքների համար, որտեղ արդեն յուրաքանչյուր էթնիկ համայնք ինքն է ձևակերպում իր կրթամշակութային կամ ինքնության որևէ այլ խնդրեմ եւ պետությունից ստացված դրամաշնորհը ստանում է այդ իր կողմից ձևակերպված խնդրի լուծման ուղղությամբ։ Տարիներ առաջ Հայաստանի մի քանի մարզերում եղել են հունական եկեղեցիներ եւ հույները կարողացել են պահպանել նաեւ իրենց կրոնն ու եկեղեցական տոները։ Իսկ այժմ նրանք չեն գործում եւ հույները հաճախում են ռուսական եկեղեցիներ։ Երևանում գործում են ռուսական եկեղեցի քանաքեռում, քանի որ հույներն են ուղղափառ, իրենք հաճախում են այդ եկեղեցին։ Վերջերս եթե ես չեմ սխալվում 6-7 տարի առաջ Հունաստանից հունական եկեղեցին տրամադրեց մի զանգ, որը որ չուներ ռուսական եկեղեցին քանաքեռի, այդ զանգը բերվեց եւ շատ մեծ շուկով տեղադրվեց, այժմ այդ զանգն է ղողանջում այդ եկեղեցում։ Հայաստանում գործում են հունական մանկապարտեզներ, հունական թեքումով դպրոցներ, հունական ֆակուլտետներ Բուհերում։ Հաճախ կազմակերպվում են հունարեն անվճար դասընթացներ, որին կարող են մասնակցել ոչ միայն հունական ծագումով երիտասարդներ։ Ինչպես Հայաստանի, այնպես էլ Հունաստանի պետության կողմից հունական համայնքները միշտ ստանում են օգնություն։ Աշակերտներին հնարավորություն է ընձեռնվում հանգստանալ ճամբարում, ուսանողներին կրթվել Հունաստանում, թոշակառուներին հանգստանալ իրենց պապերի հայրենիքում։ Εύχομαι να είναι πάντα ενωμένοι, να μην ξεχνάνε τα έθιμά τους, τα ήθη τους, τις παραδόσεις τους, να προσπαθούν να μαθαίνουν και τα παιδιά τους να μιλάνε αυτή τη γλώσσα, τα ελληνικά και να μην ξεχνάνε πως είναι έστω κατά ήμιση Έλληνες. Να είναι καλά.